Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսը սկսեց այսպիսի պնդումներով, որ դուք Հայաստանը հասցրել եք մի վիճակի, երբ խնդիր կա պաշտպանել ազգային ինքնությունը, ասում է երբեք նման վիճակ չի եղել, որ հարց առաջանա, Արարատ թե Արագած, եկեղեցու միասնության խնդիր լինի, ասում է ունիկալ վիճակ է ստեղծվել։ Հետևաբար հարցադրում, ինչու հասցրեցիք այս իրավիճակին, որը նաև մատնանշում է Ռոբերտ Քոչարյանը, սա առաջին հարց, եւ ձեր թույլտվությամբ նաև ՔՊ-ի ներսում ինչ խնդիրներ կան, օրինակ Հայկ Սարգսյանը ասում է, որ մի քանի անգամ բողոքարկել է իրեն որպես պատգամավորի թեկնածուն չեն գրանցել, այլևս ցանկություն չունի ձեր հետ հանդիպելու, վերջերս էլ առողջապահության հանձնաժողովի նախագահը պաշտոնից հրացվեց, դիմում գրեց նաև այլևս թեկնածու չի լինելու, ինչ խմորումներ ու խնդիրներ կան ՔՊ-ի ներսում եւ ձեր թույլտվությամբ երրորդ հարցը սոցիալական ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը գնաճը զսպելու ուղղությամբ, որովհետեւ նաև սպառողները արձանագրում են, որ Հայաստանում խայտարակ գնաճ է բոլոր տեսակի ապրանքների շուկայում։ Շնորհակալություն։ Հայաստանում գնաճի ցուցանիշները վիճակագրության կոմիտեն հրապարակում է, եւ այդ գնաճի ցուցանիշներով ոչ մի անոմալիա չկա։ Մյուս կողմից ակնհայտորեն Հայաստանի բնակչության աշխատող բնակչության եկամուտները աճում են եւ ելի եմ ասում, եթե դրա հետ կապված հարց կա, եկեք միայն նայենք Հայաստանի քաղաքացիների դեպի Եվրամիության երկրներ կամ ընդհանրապես տուրիստական նպատակներով այցելությունները եւ հակառակ ուղղությամբ ո՞նց են այդ այցելությունները տեղի ունենում։ Դեպի Եվրամիության Հայաստանի քաղաքացիների այցելությունները մի քանի 100%-ով աճել են 2018 թվականից ի վեր։ Ինչ վերաբերվում է Հայաստանի հասցնելու, որ կետի ենք մենք հասցրել Հայաստանը, այն կետին, որ 2025 թվականին առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ թե փախնում են Հայաստանի Հանրապետությունից, այլ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն։ Հասցրել ենք այն վիճակի, որ Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ առողջության ապահովագրության շրջանակներում ստանում են ծառայություններ պետական բյուջեի միջոցներով։ Հասցրել ենք այն վիճակի, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո վայելում է խաղաղություն եւ անկախություն։ Իսկ այդպիսի հարց Արարատ թե Արագած, այդ հարցը հետևյալի մասին է՝ պետություն թե չպետություն, որովհետև պետությունը ունի միջազգայինորեն ճանաչված տարածք եւ միջազգային Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում կա Արարատ եւ դա Արարատ խոշորացված համայնքն է եւ Արարատի մարզն է, բայց Արարատ սար Հայաստանի Հանրապետությունում չկա։ Եթե դուք դա չեք նկատել եւ մենք չենք նկատել, դա ընդհանրապես մի բանի մասին է վկայում, որ պետություն եւ չպետություն հասկացությունների միջև դեռ միջև բոլորովին վերջերս սահմանազատում իրականացված չի եղել եւ մենք այդ սահմանազատումը իրականացրել ենք, որովհետեւ մենք պետություն ենք, մենք Հայաստանի Հանրապետություն ենք։ ՔՊ-ի վերաբերյալ ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Տիկին Հունանյանին իր շատ խիզախ քայլի համար, որովհետև քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդը պետք է կենթանի հաղորդակցության մեջ լինի հանրության հետ, մենք բոլորս պետք է կարողանանք ընդունել մեր սխալները եւ այդ սխալների էությունից բխող հետևություններ անել եւ կարծում եմ, որ նա շատ խիզախ քայլ է կատարել, բայց նաեւ մյուս կողմից նա շարունակում է մնալ մեր թիմի անդամ։ Ինչ վերաբերում է պարոն Սարգսյանի հետ կապված խնդիրներին, գիտեք, այդ հարցը ՔՊ վարչությունում մի քանի անգամ է քննարկել եւ ես չեմ կարծում, թե այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում նախ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, դրան հետևել են իրավական ընթացակարգեր եւ այդ պատմությունը ընդհանրապես մի բանի մասին է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները եւ կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժելու եւ սա պետքա պարզ լինի բոլորին։ Ինչ որ ասեցի ճիշտ կհասկանաք։